Մենք այսօր հնարավորինս մանրամասն կներկայացնենք հայտարարագրման ամբողջ գործընթացը։ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ եկամուտների հայտարարագրման համակարգին նվիրված իրազեկման հանդիպում։ Պետական եկամուտների կոմիտեի հարկ-վճարողների սպասարկման վարչության պետ Իննա Հախոմյանի խոսքով իրազեկման արշավը մասնավորապես կարևոր է բոլոր այն քաղաքացիների համար, որոնք բացասական էին ընդունել հայտարարագրման պրոցեսը։ Բնականաբար հաշվի առնելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրները։ Տեսեք, մենք այս իրազեկման արշավները նախաձեռնել ենք դեռևս նախորդ տարվանից սկսած, ու մեր բոլոր հանդիպումների ժամանակ քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրները գրի են առնվել, ներկայացվել են, քննարկվել են եւ արդյունքում այո որոշվել է, որ հայտարարագրման գործընթացը պետք է լինի մաքսիմալ պարզ, որպեսզի քաղաքացին առանց որևէ խնդրի կարողանա լրացնել իր հայտարարագիրը։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը կարևորելով նման հանդիպումների անցկացումը մարզում նշեց, որ այս պրոցեսը չի կարող վախեցնել։ Սա շատ զարգացող երկրների օրենսդրական ձեռագիրն է։ Վախենալու ռեֆորմը չէ, որը ներկայացնում են մեր շատ ընդդիմադիր գործընկերներ, ինքը Հայաստանի Հանրապետության զարգացվածության, Հայաստանի Հանրապետության աշխարհագիտների գործարանի թափանցիկության մասին է, որը յուրաքանչյուր զարգացած երկիր ուզենք թե չուզենք անցնելու է։ Հանդիպմանը ներկա պետական եւ մասնավոր աշխատավայրերի ներկայացուցիչներին հնարավորինս պարզ ներկայացվեց հայտարարագրման օնլայն ինքնուրույն տարբերակը։ Պատասխանատուների խոսքով կառավարությունն անցած տարի որոշում կայացրեց ավտոմատ լրացման տարբերակի ներդրման մասին, որը հեշտացրեց շատերի համար այս գործընթացը, ինչպես նաեւ նախկինում 300,000 դրամ հայտարարագրման ենթակագումարի շեմն է բարձրացվել։ Նշեմ, որ այս տարի այս շեմը փոփոխվել է, այո, նախորդ տարի ունենք այդպիսի կարգավորում, որ մինչև 300,000 նվազեցվող եկամուտների որոշակի տեսակների դեպքում տվյալ եկամուտը կարող էր չհայտարարագրվել։ Այս տարի շեմը բարձրացվել է մինչև 1 միլիոն, այսինքն մինչև 1 միլիոն որոշակի նվազեցվող գործարքներ, չհարգվող գործարքների դեպքում եկամուտը կարող է չհայտարարագրվել, եթե միանվագ գործարքի արժեքը 1 միլիոն եղավ եւ դրանից ավելի, այս դեպքում արդեն եկամուտը հայտարարագրվում է, բայց չի հարգվում։ Պատասխանատուների վստահեցմամբ այս բարեփոխումը դրական քայլ է Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին, ինչպես նաև նմանօրինակ հանդիպումները օգնում են հասկանալ քաղաքացիների մտավախություններն ու դրանց լուծումներ առաջարկել։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։